եւ որքանով թույլ կտա երեխաների լավագույն շահը, այդ բոլոր հարցերին ես կպատասխանեմ եւ մի փոքր կներկայացնեմ այն ամենը, ինչը որ տեղի է ունեցել մայիսի 3-ից սկսած, այսինքն այն ժամանակվանից սկսած, երբ մենք արդեն ներգրավել ենք այս վարույթով։ Եթե նկատեցիք, ես ասեցի երեխաների լավագույն շահի համատեքստում ես կներկայացնեմ ամենը, այլ ոչ թե այս ամենը կներկայացվի անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, քանի որ սա այն դեպքն է, ինչի մասին արդեն իսկ 3 անդրադարձել եմ, երևի թե անմեղության կանխավարկածի մասին խոսելը արդեն իսկ նպատակահարմար չի լինի։ Իհարկե հասկանում եմ, որ իրավապաշտպան լինելով իմ այս խոսքերից հետո քարկոծման եմ արժանանալու, սակայն այս դեպքի պարագայում անգամ պատրաստ եմ դրան։ Բոլորը տեղեկացված եք, Սյուզի Բադոյանը արդեն հրապարակել է տեսանյութը եւ Սյուզի միջոցով բոլորս տեղեկացանք այն մղձավանջային դեպքին, այն ահասարսուր դեպքին, ինչը տեղի է ունեցել եւ տեղի է ունենում Վեդի համայնքում, մասնավորապես 2 անչափահաս քույրերի նկատմամբ, ովքեր գտնվում են սոցիալական խմբում, սոցիալական խոցելի խմբում, հաշվի առնելով վերջիներիս եւ ընտանեկան վիճակը, ինչպես նաեւ հաշվի առնելով երեխաների առողջական վիճակը։ Իհարկե ես չէի ուզենա, որ խոսքս էլի լիներ հուզումնառատ եւ մենք կրկին անգամ ունենայինք այն իրավիճակը, ինչը որ անընդհատ ստրեսի մեջ են գտնվում, մարտի 29-ին մեկ այլ դեպք անչափահասի նկատմամբ, մի հատ հիմա նորից այս դեպքը, որը կարծում եմ որևէ բանական մարդու մոտ հավասարակշիռ չի կարող թողնել։ Ինչևէ, բոլորդ արդեն տեղեկացված եք, որ 2 անչափահաս քույրերի նկատմամբ տեղի է ունեցել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։ Այստեղ ասեմ, որ առաջին դեպքը, որով քրեական վարույթ է նախաձեռնվել, եղել է փետրվարի 12-ին։ Փետրվարի 12-ից հետո դեպքերը կրել են շարունակական բնույթ եւ հաջորդ քրեական վարույթը արդեն նախաձեռնվել է ապրիլի 22-ին։ Խնդրում եմ ձեր ուշադրությունը այն հանգամանքի վրա կենտրոնացնել, որ պատկերացրեք ինչի մասին ենք խոսում։ Առաջին հաղորդումը, որը տրվել է, ընդ որում հաղորդումները տրվել են դպրոցի տնօրեն, հոգեբան, հավաքարարի կողմից, ովքեր նկատել են երեխաների նկատմամբ տեղի ունեցողը, այսինքն տեսել են, որ երեխաներին բռնի կերպով, ուժով, չեմ ասում ուժով, համոզելով, անընդհատ փորձում են ինչ-որ տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները, ինչի եմ ասում տարբեր մարդիկ, որովհետև մենք հայտարարում ենք, որ 3 անձանց մասին է այս ամենը, որը տեղի է ունեցել, 3 անձինք են ներգրաված, 3 անձանց մասով քննությունը կարելի է ասել կատարվել է ոչ թե քննչական մարմինների կողմից, այլ մեր կողմից, այդ բացահայտումը կատարվել է, Սյուզին արդեն հրապարակել է եւ 3-4 օրվա ընթացքում մենք ենք հավաքել այդ ամբողջ ինֆորմացիան, որը 3 փորձեցինք տրամադրել նաեւ քննչական մարմինին։ Թեպետ արդեն գտնում եմ, որ ապարդյուն էր այն ամենը, ինչը որ մենք 3 տրամադրեցինք Վեդու քննչական մարմիններին։ Ինչևէ, փետրվարի 12-ից սկսած, մասնավորապես 15 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների մասով հարուցվել է քրեական վարույթ եւ արդեն այսօր մայիսի 6-ն է եւ այդ վարույթով դեռևս չունենք ձերբակալված անձ։ Չունենք անգամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ։ Եվ եթե քննչական մարմինը, օպերատիվ մարմինը եւ ընդհանրապես պատկան մարմինները տեղում լինեին, դատախազությունը նաեւ, ապա չէր լինի հաջորդ դեպքերը, որը շարունակաբար կրկնվել է 17 տարեկան անչափահասի նկատմամբ։ Դուք պատկերացրեք, թե ինչպիսի անգործություն, չգիտեմ, անգործություն է, հովանավորչություն է, թե չեմ կարող այդ բառը գտնել, որպեսզի ներկայացնեմ ձեզ, ինչ է տեղի ունեցել, ինչի հետևանքով այդ երևույթը ծնել է հաջորդ հանցագործությունը եւ հաջորդող հանցագործությունները, որտեղ այս դեպքերից հետո արդեն ընտանիքի անդամները տեսնելով, որ մասնավորապես հորեղբայրը տեսնելով, որ պաշտպանությունը պետական մարմիններից չի գտնում, ինքն է որոշել դատաստան տեսնել մանկապիղծների նկատմամբ եւ մի քանի օր առաջ արդեն իսկ տեղեկացել եք, որ նա մարմնական վնասվածքներ էր թեպետ ոչ ծանր, միջին ծանրության, որքանով որ ես եմ տեղեկացված,
միջին ծանրության լրացվածք էր հասցրել մանկապիղծներից Դավիթ Այնազյանին, այո, կրկին անգամ կրկնում եմ, ինձ թույլ եմ տալիս ասելու մանկապիղծ, որտեվ այն ամենը, ինչը լսել եմ երեխաներից մայիսի 3-ից սկսած, այլ բան ինձ թույլ չեմ տա, այլ կերպ թույլ չեմ տա ինձ, որպեսզի արտահայտվեմ նրանց մասով։ Եվ այսօր նորից դեպք է տեղի ունեցել, որին կանրադառնամ քիչ հետո։ Ուրեմն փետրվարի 12-ին հարուցված վարույթով եւ ապրիլի 22-ին հարուցված վարույթներով, այն ինչը, որ մենք արձանագրել ենք, մինչև այժմ 3 հոգին էլ մեղադրյալի կարգավիճակ չունեն, նրանք բոլորը վկայի կարգավիճակում են, ընդ որում երեխաների 17 տարեկան աղջիկը 3 հարցաքննվել է, առերես պնդել է այն ամենը, ինչը որ տեղի էր ունեցել իր հետ Արթուր Երեմյանին եւ Դավիթ Այնազյանին, սակայն նրանք էլի վկայի կարգավիճակում 3 դուրս եկան քննչական բաժնից։ Եթե նկատել եք, Սյուզին եւ Հայկը այնտեղ էին եւ դուք տեսաք, թե նրանք ինչպես հրավիրվեցին ոստիկանության բաժին, ինչպես հետո ոստիկանության բաժնից դուրս եկան, այսինքն այս հանցատեսակներով մարդիկ գուրգուրանքի են արժանի, էլի, միջին ծանրության կասկածանքով անչափահասին կարան, չգիտեմ, գետնին քաշ տալով տանեն, այս երկուսին ամեն դեպքում գուրգուրանքով տարան բաժին ներկայացրեցին, հետո էլ գուրգուրանքով տարան երևի թե տուն ճանապարհեցին, դրա մասին չեմ էլ ուզում խոսեմ։ Ինչպես։ Ճոխությանը չդիմացավ, թույն խմեց։ Հա, ճոխությանը չդիմացավ, թույն խմեց, այն էլ կարծես թե, չգիտեմ, խմելա թե չէ, միգուցե այդ ինֆորմացիան էլ արդեն ճիշտ չի։ Տեսեք, այս գործով չի կատարվել մի շարք քննչական եւ դատավարական անհետաձգելի գործողություններ։ Չեն կատարվել խոզարկություններ, չեն կատարվել դեպքի վայրի զննություններ, չեն արգրավել հեռախոսներ, որով կպարզեին, թե հեռախոսների մեջ ինչպիսի ձայնագրություններ կան, ինչպիսի հաղորդագրություններ կան, չէ՞ որ հաղորդագրությունների մասով արդեն իսկ հաղորդում է եղել տրված, ցուցմունք է եղել տրված, չեն կատարվել դատահետքաբանական փորձաքննություններ, ընդամենը ըստ մեզ հասած տեղեկությունների եւ քննիչի հայտնած տեղեկության Արթուր Երեմյանի մեքենան է արգրաված եղել, այն էլ դրա մասով էլ փորձաքննություն չի կատարվել։ Պատկերացրեք, Դավիթ Այնազյանի մեքենան չի արգրավել, փորձաքննություններից զատ երեխաների հետ հոգեբան չի աշխատել։ Այս խոցելի ընտանիքը ես կարծում եմ, որ ընդհանրապես պետության ուշադրության կենտրոնում չի եղել, մասնարարապես Վեդու քաղաքապետարանը պետք է որ հաշվառումները կատարած լիներ եւ ընտանիքների վերաբերյալ ունենար համապատասխան տեղեկատվությունը, բազմանդամ ընտանիք է, 5 երեխան ունեն առողջական խնդիրներ, ծնողներ ունեն առողջական խնդիրներ։ Կարծում եմ համապատասխան հաշվառումները խնամակալության հոգաբարձության մարմինները, եթե լինեին իրենց տեղում եւ աշխատեին, ապա այս դեպքը չէր լինի եւ այս երեխաների ճակատագիրը այս աստիճանի չէր խեղվի։ Դեպքը բնականաբար հասկանում ենք, Վեդի համայնքը այնքան էլ մեծ չի, բոլորը շատ ավելի շուտ են այս ամենի մասին տեղեկացել։ Պատկերացրեք փետրվարից ապրիլ տարածվել է ժողովրդի մեջ ու քննարկել են, որտեղ դպրոցները հարցաքննվել են փետրվարից։ Այո, փետրվարից ապրիլ եւ ապրիլից մինչեւ առ այսօր որևէ սոցիալական աշխատող այդ ընտանիքին չի այցելել։ 3 կարծեմ թե կարծեմ մի քաղաքապետարանի աշխատակից է ինչ-որ փորձել ընտանիքի հետ կապնվել եւ ասել թե ինչի կարիք ունեք, ինչով կարող ենք աջակցել։ Նկատեցին նաեւ, որ 3 մարդու իրավունքների պաշտպանը 4 օր մեր կողմից այսքան բարձրաձայնելուց հետո 3 նոր ինչ-որ մի հատ sense 2 տողանոց դատապարտող հայտարարություն մարդու իրավունքների պաշտպանի կողմից կարգացի։ Դեռևս չեմ պարզելու մա դատապարտել, կարող է երեխեքին է դատապարտել։ ՔԿ-ի մասին խոսելիս ընդհանրապես տեսեք, բոլորս երբ որ գնում ենք հարցաքննության, փաստաբանների նախազգուշացնում են նախաքննական գաղտնիք հանկարծ չհրապարակել, որպեսզի պայմաններում մենք զրկված ենք լինում շատ ժամանակ, քննությանը հետաքրքրող շատ հարցեր
1 րոպե ներողություն, ընտանիքի անդամների հետ կապված մեկ խնդիր է, հիմա կանրադառնամ։ Ձերբական 72 ժամով, որ եղբորը։ Ման 70 ժամը չի լրացել, բաց ես թողել, 24 ժամում աղբորս չէ, դեռ ընդեղ է, բայց լավ, հեսա կասեմ։ Չէ, դեռևս չկա, հիմա կասեմ։ Տեսեք, հանցագործության այս կարգի հանցագործության նկատմամբ այս կարգի թողտվությունը ծնեց եւս 2 դեպք։ Հորեղբոր մասով արդեն ասեցի, որ հորեղբայրը այդ դեպքը տեղի ունեցել։ Երեք ուրեմն մենք մեր հարցազրույցում ես եւ Լուսինեն ներկայացրեցինք, որ երեք մենք որևէ ծանոթագիր չենք ստացել վեդի քննչական բաժին այցելելու համար, այլ մենք էինք զանգել քննիչներին, այցելելու նրանց եւ տեսնելու վարույթի ընթացքը ինչպես է տեղի ունենում։ Այնտեղ մեզ ասեցին, որ եթե հնարավոր է կարող եք քույրերին բերել այսօր հարցաքննության, քանի որ քույրերից փոքրը խորը հոգեբանական դեպրեսիայի մեջ է եւ նա ընդհանրապես կոմունիկացման եւ խոսելու հետ կապված արդեն խնդիրներ է առաջացել, ընդ որում երեխայի մոտ խնդիրներ առաջացել է այս դեպքերից հետո, կարողացանք հազիվ ապահովել 17 տարեկան աղջկա հարցաքննությունը, ինչպես նաեւ առերեսումները։ Երեխային կարողացանք այդ ամենը բերել ներկայացնել միայն այն պատճառով, որ երեխան անընդհատ ասում էր, որ ես վախենում եմ։ Մենք նրան խոսք տվեցինք, իհարկե մեր խոստումը կապված էր նաև քննչական մարմիններից մեզ տրված խոստման հիմքով, որ դու այլևս չես տեսնելու իրենց, դու չես տեսնելու այդ մարդկանց, ովքեր քեզ այդ աշճանից հավացրել են, եւ այստեղ բոլորը քեզ պաշտպանելու են։ Եվ հետո, երբ որ առերեսումները տեղի ունեցավ, բնականաբար երեխան լսեց, որ ասեցին, դե այսօր իրան բաց կթողնեն, հիմա ոչ մի բան չկա, իրանք վկայի կարգավիճակում են, ինչից մենք վրդովվեցինք եւ սկսեցինք այդ մասին բարձր խոսելը։ Աղջիկն էլ լսեց այդ ամենը եւ անցնելուց քննիչի մյուս կաբինետից տեսավ նրան։ Երեխան այդ պահին հայտնվեց այնպիսի հուզական վիճակում, լացելով, փաթաթվեց Լուսինեն հազիվ կարողացավ նրան քննչական մարմնից տանի նստացնի, որպեսզի կարողանան երեխուն նորից նորմալ վիճակի մեջ բերել։ Իհարկե նորմալը չակերտավոր։ Այսօր զանգ եմ ստացել նաև մյուս քննիչից, ում վարույթում գտնվում է 15 տարեկան Տարոն Ինձ թվում է պիտի հասարակությունը ճանաչի այս քննիչներին, մանավանդ Տարոն Միրզոյանն է ինձ զանգահարել եւ հրավիրել հարցաքննության, ասել է, որ ուզում ենք աղջկան հարցաքննենք, բերեք հարցաքննության։ Ես հայտնել եմ, որ ինչի մասին հայտնել էի նաև երեք, ինչի մասին նաև մայիսի 3-ին դիմում ենք ներկայացրել գլխավոր դատախազին, որ այս ահասարսուր դեպքով վեդու քննչական բաժնում կատարվում են ապօրինություններ, կատարվում են անգործություններ, ինչի հետևանքով վիճակը շատ ավելի բարդացել է եւ խնդրել էին գլխավոր դատախազին, որպեսզի վարույթը տեղափոխվի մեկ այլ քննչական մարմին, որտեղ պատրաստ կլինեն հարցաքննվելու բոլոր այն վկաները, ովքեր որ այս դեպքի մասին տեղեկացված են, ինչպես նաեւ կներկայանան երեխաները։ Արդեն իսկ իրենց փաստաբաններով, օրինական ներկայացուցիչով, ինչպես որ կարգն է, ոչ թե այնպես, ինչպես որ տեղի էր ունեցել վեդի քննչական բաժնում։ Սակայն մենք բնականաբար վարույթի տեղափոխում տեղի չունեցավ եւ մենք երեք արդեն մասնակցեցինք այդ հարցաքննությանը, ինչի մասին արդեն խոսեցի։